Ոսկու սպոտ գինը նոր ռեկորդի է հասել 1 ունցիայի համար գերազանցելով $4380։ Ինչով է պայմանավորված ոսկու սպոտ գնի ռեկորդը։ Սա պաշտպանական ակտիվների նկատմամբ վախի թե համակարգային փոփոխության նշան է։ Չէ, մի քիչ բարդ է այդ թեմային վերաբերվում, ավելի առաջարկի պահանջարկի համատության հետ է կապված։ Մեկ էլ մի խնդիր կա, որ կենտրոնական բանկերը Չինաստանի, Հնդկաստանի մեծ քանակությամբ ոսկի են գնում։ Դրա հետ կապված առաջարկը Լոնդոնի մետաղական բորսաներում բավականին քիչ է, բնական այս ամեն ինչ օժանդակում է, որ պահանջարկը բարձրանա, այս ամբողջ խնդիրը։ Մեկ էլ մի խնդիր կա, Ամանորից առաջ որպես կանոն հիմնական խոշոր տրեյդերները շատ գրգռված են գինը բարձրացնելու, նախորդ օրերին մոտավորապես մեկ շաբաթ ընթացքում անդադ գնումներ են կատարում, որովհետև ամսի 24-ից մինչև 27-28-ը որպես կանոն բորսաները փակ են լինում, այս ընթացքում նրանք ենթադրեն երկրորդական գնորդների վրա բորսաներում ձեռք բերած ոսկու պաշարները վաճառում են ավելի բարձր գնով, այս ամբողջ խնդիրը։ Այսինքն գները կապված են ամանորի հետ, հնարավոր է ամանորից հետո նորից ոսկին հետ գա իր հին գնին։ Դե գիտեք, դա բան ակտիվ է, նա բազմաթիվ հարցականներով ակտիվ է, կարող եմ ասել, եւ մի քանի այդտեղ բաներ կան, առանցքային թեմաներ կան, այդ թեմաների հետ կապված է նաեւ ոսկու գնի տատանվեր, այդ թվում ենթադրենք թվային արժույթների շուկայում եղած ենթադրենք լարվածության հետ է դա կապված, որտեղ որ թվային արժույթների երբ որ թվային արժույթների գները իջնում են, այս ժամանակ որպես կանոն ազատ միջոցները հիմնական խոշոր տրեյդերները ուղղում են դեպի ոսկու բնակավար, որտեղ արագ այդտեղ մտնելու եւ դուրս գալու հնարավորություն կա, ասենք պարտատոմսեր չեն, էլի որ երկարատև ընթացքով հետ վերադարձի ցիկլեր ունեն, էլի։ Դա շատ կարճ կարող է ընդհանրենք ժամերի ընթացքում մտնել դուրս գալ, եւ դրանից զատ երկրորդական շուկան լավ զարգացած է, խնդիրները դա են ու մենք ոսկին ինքը դրամավարկային քաղաքականության հետ միայն չի կապված, շատ հարցեր կան, ավելի ֆունդամենտալ անալիզներ պետք է հասկանալու համար։ Նշվում է, որ 2025 թվականից ոսկու գինը աճել է 65%-ով։ Մեկ տարվա ընթացքում սա առողջ է ոսկու շուկայի համար։ Եթե դիտարկեք, որ առօրյա պատրաստների ժամանակաշրջանում ենք ապրում, մոտավորապես մի 4-5 ամիս առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգները առօրյա պատրաստներ հայտարարել համարը բոլորին։ Ցանկացած առօրյա պատրաստ բերում է լոգիստիկայի թուլացում, բերում է որոշակի անկայունություն եւ եթե դրա հրահրողը հանդիսանում է խոշորական էմիտենտը, դրամական զանգվածը, օրինակ դոլարային էմիտենտը, բնականաբար դա շուկաներում եւ խոշոր միջոցներ ունեցող, ազատ միջոցներ ունեցող եւ շրջանառության մեջ շահի հետապնդման միջոցների տիրապետողներին ստիպում է որոշակի խաղ նավահանգիստ որպես ընդունել ոսկին եւ գնում են այստեղ դեպի ոսկու ենթադրենք բաները ձեռքբերումները եւ մի խնդիր կա ներկայումս բորսայում համարը թե ֆիզիկական ոսկու պաշարներ չեն առաջարկում նույն ոսկին միջև ֆիչերսի ժամկետի ավարտելը չէ մի քանի անգամ կարող է 50 անգամ 60 100 անգամ կարող է վերավաճառվել նույնիսկ վերավաճառքի ժամանակ շատ հաճախ նույն տրեյդերները կարողանում են այդ տարբեր ժամանակահատվածներում իրենց նույնիսկ այդ վաճառությունները հետ վաճառել նորից վաճառելու միտումով այս բավականին բարդ թեմա է էլի Ոսկու գնի աճի հետ զուգահեռ նաև մյուս այլ մետաղները, ինչպես նաև արծաթի գնի աճ նկատվում է, թե ոչ։ Իհարկե նկատվում է, որում արծաթը կարելի ասել ֆանտաստիկ բարձր գնի վրա է, հիմա ֆանտաստիկ բարձր, մոտավորապես այս պահին $69 մետաղական բորսայում Լոնդոնի, դա շատ բարձր է եւ այստեղ պետք է հստակ ասել, որ արծաթից բազմաթիվ դետալներ կան հիմնականում տելեկոմունիկացիոն այդ բաների ծառայությունները ապահովող սարքերի արտադրության մեջ դա բնական շղթայական ռեակցիայով գնալու է եւ այդ տելեկոմունիկացիոն բազմաթիվ ապրանքներ թանկանալու են ընթացքում արծաթը վերջին 3-4 ամսվա ընթացքում համարը 2 անգամ թանկացել է մոտավորապես 100%-ով բայց արծաթ ունի մի ամենափակում Արծաթը ավելի դժվար տեղափոխվող է, jednak քանի որ ոսկուց մոտավորապես մի 70 անգամ, 75 անգամ ոսկուց ավելի, այսպես ասած,
եւ թեթև է եւ ավելի ծանր է, չէ՞։ Նա տեղափոխել է ընդհանրեք նա պահել հետ կապված ապահովագրության ծախսերը բաները, այսօր բավականին լուրջ հարցեր կան։ Նորից պետք է քննարկել եւ արդյունաբերական զարգացման իմաստով եւ ֆինանսական հուսալի գործիքի իմաստով բազմաթիվ հարցեր կան, մեկ ընդհանրենք ճյուղային պատկերացումը կամ մեկ ֆինանսա բյուջետային կամ հարկաբյուջետային քաղաքականության դրվագով, այս ամեն ինչը չի կարելի բացատրել, շատ մեծ ինստիտուտներ, շատ լավ մասնագետներ այս թեմաների աշխատում են եւ ոչ միշտ է, որ նրանց կանխատեսումները արդյունավետ են լինում կամ արդարացված կամ ճիշտ։ Գնաճի ժամանակներում ինչ ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության համար։ Հայաստանի տնտեսության համար դրական իմաստուն է սա, որովհետև մետաղների ընդհանուր աճի տրենդի պայմաններում Հայաստանը կավոր հանդիսանում է հանքաքարի արտահանող, որոշակիորեն Հայաստանի Հանրապետության համար դրական տրենդ է այստեղ բացում, միգուցե նաև կարճատև, բայց առնվազն պղնձի հանքաքարը, պղնձի կոնցենտրատի արտահանման պարագան ունենալով մենք կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները հանքաքար պղնձի հիմնականում արդյունահանողները, նրանք ստանում են որոշակի աջակցություն, դա հայկական բյուջեին, Հայաստան Հանրապետության բյուջեն, ընդհանրենք մուտքագրվող գումարների զգալի աճ ապահովելու։